Գեղչուկի խնդրագիրը լեհական հեքիաթ։ Գյուղում պանի դաստակերտից ոչ հեռու ապրում էր մի չքավոր գյուղացի։ Նրա ամբողջ ունեցվածքը մի կով էր։ Մի անգամ կովն ընկավ տիրունական երեքնուկի դաշտը։ Պանը տեսավ նրան, դանակը վերցրեց և տեղնուտեղը մորթեց անասունին։ Գյուղացուկինը չքավորին համոզեց գնալ պանի մոտ, խնդրել նրան վճարել մորթված կովի գինը։ Գյուղացին գնաց, բայց պանն ավելի բարկացավ։ Ծառաներին հրամայեց գեղչուկին պառկեցնել նստարանին և մտրակի 10 հարված հասցնել։ Ծեծված գեղչուկը վերադարձավ տուն և ամեն ինչ պատմեց կնոջը։ Արի թագավորին խնդրագիր գրենք, նա անպայման արդար դատ կանի, ասաց կինը։ Ինչպես գրենք, ասաց ամուսինը։ Ես որ գրագետ լինեի, մտածեց գեղչուկը, շատ մտածեց ու հնարը գտավ։ Նա մի երկար տախտակ ջարեց, տաշեց ու ռանդեց և տախտակի վրա փորագրեց իր խրճիթն ու պանի դաստակերտը։ Տախտակի վրա երևում էր, թե որտեղ էր կովը մտել երեքնուկի դաշտը և թե որտեղ էր պանը անասունին մորթել։ Այս նկարի տակ գեղչուկը փորագրել էր մի նստարան, սրա վրա իրեն, իսկ կողքին 10 կծիկ։ Չքավորը խնդրագրով տախտակը կապեց իր մեջքին և գնաց ուղիղ թագավորի մոտ։ Ճանապարհն անցնում էր մեծ անտառի միջով։ Գեղչուկն անտառում հանդիպեց որսորդին ու դիմեց նրան։ Բարի աջողում, ձերդ ողորմածություն։ Շնորհակալություն։ Ուր ես գնում այ մարդ, հարցրեց որսորդը։ Թագավորի մոտ, պանիս դեմ գանգատ եմ անելու։ Օ, ինչով է նա քեզ նեղացրել։ Գեղչուկը տախտակը մեջքից ցած դրեց և ցույց տվեց իր խնդրագիրը։ Որսորդը նայեց, ոչինչ չհասկացավ։ Բայց չէ, որ այստեղ ամեն ինչ պարզ ասված է, զարմացավ գեղչուկը։ Այսա իմ տնակն է, այսա պանի դաստակերտն է, սա էլ երեքնուկի դաշտը, իսկ այստեղով էլ իմ կովը մտել էր երեքնուկի մեջ, էստեղ էլ պանը նրան մորթել է։ Ահա նստարանը և 10 կծիկը, դե մտրակի 10 հարված, որ ինձ հասցրել են պանի հրամանով։ Այժմ ամեն ինչ հասկանալի է, ասաց որսորդը։ Գնա թագավորի մոտ, նա քեզ անպայման կօգնի։ Որսորդը գնաց, իսկ գյուղացին շարունակեց ճանապարհը։ Բոլորովին չկասկածելով, որ թագավորյանը հենց այդ որսորդն էր, որ կար։ Գեղչուկը եկավ հասավ թագավորի պալատը։ Նրան ներս թողեցին դահլիճ, որտեղ թագավորը բազմել էր ոսկե գահին, 12 նախարարներով շրջապատված։ Նրա գլխին փայլում էր ոսկե թագը, ուսերից իջնում էր ալ ծիրանին։ Գյուղացին տախտակը տվեց առաջին նախարարին ու խնդրեց. Կարդացեք, ձերդ ողորմածություն, պանի կողմից ինձ պատճառած դժբախտության մասին է, կարդացեք։ Առաջին նախարարը նայեց տախտակին, ոչինչ չհասկացավ։ Չհասկացան նաև մյուս նախարարները։ Ուզեցին վռնդել գեղչուկին, բայց թագավորը հրամայեց իրեն տալ խնդրագիրը։ Առաջին նախարարը տախտակը փոխանցեց երկրորդին, երկրորդը երրորդին և միայն 12-րդ նախարարը տախտակը հանձնեց թագավորին։ Թագավորը գեղչուկին պատվիրեց մոտենալ։ Այստեղ քո տնակն է, չէ՞, հարցրեց թագավորը գեղչուկին։ Իսկապես որ այո, այստեղ իմ տնակն է, իմ պան։ Իսկ այստեղ պանի դաստակերտն է։ Այո, հենց այդտեղ։ Քո կովը մտել է պանի երեքնուկի դաշտը, չէ՞։ Մտել է, սիրելի պան, մտել է։ Իսկ պանը կովդ մորթել է, էդպես է։ Եվ դու գնացել ես պանի մոտ խնդիրքով և դրա համար ստացել մտրակի 10 հարված, չէ՞։ Այո, պայծառափայլ պան,
ուղիղ 10 հարված։ Թագավորի այդքան շուտ գլխի ընկնելուց հիացած գյուղացին խփեց նրա ուսին եւ ուրախ բացականչեց. «Այս հա գլուխ է, հո կաղամբի գլուխ չի, ինչպես ձերը»։ Եվ արհամարական մի հայացք նետեց թագավորական նախարարների ամբողջ դյուժինի վրա։ «Դե հիմա տուն գնա, իսկ ես արդեն կհոգամ, որպեսզի սրանից հետո քեզ չնեղացնեն», ասաց թագավորը։ Դրանից հետո Գեղչուկը հաճախ էր կնոջն ասում. «Թագավոր Յանը իմաստուն թագավոր է, անմիջապես կարդաց իմ բողոքը»։ Նախարարները միայն բերանները բացեցին, ոչինչ չհասկացան։ Եվ ինչու է թագավորը դրանց կերակրում, երբ նրանք նույնիսկ կարդալ չգիտեն։